Բարի երեկո ժողովուրդ ջան։ Միացեք էջիս ընկերներս, եթե լսվում է գրեք, որ լսվում է, նոր կասեմ են ինչ որ պետք է ասեմ։ Ժողովուրդ ջան, նայում եմ, թե ինչ է կատարվում Թալինի եկեղեցում մաքրման աշխատանքների հետ կապված ու զարմանում եմ։ Ասենք մաքրման աշխատանքներ է կատարվում ու եկեղեցու բակից հանվում է հին պատնեշները նորը դնելու նպատակով, ոնց հասկացա, նոր լուրերն էին նայում, լուրերով տեսա եւ լայվ անելու բացարձակապես մտադրություն չունեի, ոչ էլ ցանկություն, բայց ինձ անհանգստանալու ոչ թե տեղի տվեց, էլ կատաղացրեց այն մասը, այն փաստը, որ եկեղեցու բակում տեղի ունենում մաքրություն, հանում են, ապամոնտաժում են այդ հին պատնեշները երկաթից նորը դնելու նպատակով եւ այնտեղ ցույց է տալիս լրաբերը, որ Էջմիածնի բարև հարազատս, որ Էջմիածնի եկեղեցում, որոնք հավաքված են այդ Թավշյա ասված բանը այդ թափոնը, որ հավաքված է տեղ, այդ պապուծի քահանաները, որ քահանա կոչվելու իրավունք չունեն, շատ զարյացած են եւ դա համարել են առհամարանք։ Ինչն է ինձ անհանգստացնում ուրեմն էլի։ Չեմ ուզում ոչ ես ինչ գրագետ ձևով ասեմ, ոնց գիտեմ Facebook-յան լեզվով ունեցել կփեդեմ ձեզ։ Ուրեմն եթե Թալինի եկեղեցում տիրում է մաքրություն ու մաքրության համար պետք է Էջմիածնի վեհափառը տեղյակ լինի, ուրեմն քեզ ասեմ, սիրելի վեհափառ, նախ դու վեհափառ չես, դու փառերի մեջ հավաքված սատանեկի կույտ ես, քեզ ասեմ իմացած էլի, եթե բնակչությունը տեղյակ չի, որ Էջմիածնի տեղյակ չի լինում Էջմիածնի վեհափառը եւ ընդհանրապես ամենամեծ կաթողիկոս կոչվածն ես համարվում, քահանաների մեծն ես, ժողովրդին Աստծու հետ կապողն ես, բացի Աստծու հետ կապելուց ամեն գործ արել ես ու բնակիչը, դու պետք է հասարակությանը ժողովրդին բնակիչին աչոտ տաս, կոպիտ ասած, գրուբի ասած, դու այդքան բան չես անում ժողովրդի համար, ժողովուրդը ընդհանրապես քեզնից տեղյակ չի, իսկ Թալինի բանը քահանան, որ մաքրել է տալի բակը, ապա մոնտաժում է հին ցանկապատերը նորը վերականգնելու համար, քեզ պետքա տեղյակ պայի։ Եթե տեղյակ չի պայել, դա առհամարանք է համարվում։ Ուրեմն ես ինքս հենց հիմա կխոսեմ Թալինի քահանայի տեղը ես ինքս, առանց իրան ճանաչելու եւ իրանից թույլատվություն խնդրելու։ Ես կարձագանքեմ քո այդ բոյկոտներին ամենագրագետ ձևով լիցենզավորված կարելի է ասել։ Իմ բառապաշարը ես համարվում եմ լիցենզավորված բառապաշար։ Քո անգրագետ համակարգի հետ համեմատելուց հետո, քո անգրագետ լրագրողների զոմբիների հետ համեմատելուց հետո, ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, վեհափառի տնազ, դու վեհափառի տնազ ես, դու հայ քրիստոնյա հային խայտարակող համակարգ ես, ոչ թե Աստծու հետ կապող քահանա, դու սատանա ես, սատանեքի կույտ, եթե դու այսքան տարի եկեղեցին ապամոնտաժած վիճակ ես եկեղեցին ես համարվում եմ ապամոնտաժված կառույց, Աստծու կողմից ապամոնտաժված է։ Մեր եկեղեցու մեջ Աստված չկա։ Այդ եկեղեցու մեջ մենակ սատանա վեհափառն է նստած, իր սատանա թզբեղ ֆրծնելով սարկավակներով։ Այդ եք դու ժողովրդին աչոտ տվել ես, որ դու 10 հատ կնինգ ունես, 5 հատ քաց ունես, համասեռամոլ յոբրներ ունես, աչոտ տվել ես ժողովրդին, չես տվել, չէ՞։ Իմինը Թալինի ժողովրդին աչոտ տվել ես, որ քեզ կնիկ պետք չի, բայց ունես, չի կարելի, բայց ունես, որ քեզ երեխեք պետք չի, այդ դիշնով կա, բայց ունես տարբեր երկրներում, որ դու պիտի սեռական ներկա ու անցյալ չունենաս, այդ չատլախ, բայց ունես տարբեր երկրներում, քեզ ոնց կարելի է բացատրել։ Այդքան բան դու Թալինի ժողովրդին աչոտ տվել ես, ասեր կներեք էլի, ես ուղարկե սպառաջեն հակել եմ, բայց ես չեմ մտածում գլխով կամ էլ նոր կտակարանով ու աստվածաշնչով, ես մտածում եմ իմ աճուկներով։ Դու այդ հարցը քեզ տվել ես, դու այդ հարցը Թալինի ժողովրդին տվել ես, ասես ինձ կներեք էլի, ես սեռական աշխարհով ապրող մարդ եմ, խեղաթուրված, սեքսից կոմել բան չեմ հասկանում, ես պետք է ունենամ կին, ընկերուի, քնեմ քեռագինիս հետ, տարբեր տեղերում ունենամ երեխեք, ունենամ ահռելի կապիտալ, հարց տվել ես թալնցիներին, ասեր կներեք, այսքան բան ունեմ ես, ինձ կարելի է այսքան բան, թե չի կարելի, նոր որոշեիր Թալինի քահանային կարելի է Թալինի եկեղեցու բակը ապամոնտաժել կեղտից, հին ցանկապատերից, այդ մետաղե ջարդոններից եւ նորը կառուցել, այդ հարցը մի հատ բարձացնեիր դու քո հարցերը որպես քահանա եւ ամբողջ քահանաների կարելի ասել մեծ ուսուցիչ, դու ընդհանրապես քո տեղում չես, այ դիշով կա, դու ոնց կարաս մարդկանց թելադրես ինչ անեն, ուրեմն եկեղեցին Աստծո տունն է, ժողովրդի տունն է, ժողովուրդը կարան եկեղեցում խոնարհվեն, եկեղեցու պատերի տակ գտնեն իրանց հանգիստը, անգամ հանգրվանեն այդ Աստծո պատերի տակ, մաքրեն էլ, ծաղկացնեն էլ, հինը քանդեն, նորը սարքեն էլ, դու ով ես, կարող է եկել են քո հին կնանոնց են քանդել դոշակների տակից անեն ներվում ես, կարող է եկել են
Ոսկե հատիտ հողերն են քանդե, խաղողիտ այգիները, բենզակալոն կեկտեն քանդե, դու այսքան բան ունենալով հանդերձ քեզ դրել ես վեհապարի տեղ, այս մյուսներին էլ ինչի տեղ ես դրել։ Ինչն է խնդիրը, մի հատ կասես իմանամ, դու վեհապար չես, դու վերևում նստած նախքին վերադասներից եկած սատանա ես, որ անգամ քրիստոնյա ժողովրդի հավատքն ու հավատքի process-ը խեղաթուրում ես դու խեղաթուրում ես, ես քեզ բառից բուն իմաստով ասում եմ, դու դիշովկա ես, հրեշի ֆարաջեն հակդ, այդ շորը այդ խաչը, որ դու կախում ես քո վզին, դա արդեն իսկ պղծմա քրիստոնյա հայի հավատքը, պղծմա, որովհետև դու պղծված ես, պղծված բառից բուն իմաստով, խեղաթուրված, շեղված, քահանաների մի սարկավակների ամբողջ հավաքած, դու ինչ ես ուզում ասածնես, այս երկիրը պետք է ենթարկվի քեզ, հա, ես այդ եմ ուզում իմանամ, պետք է ենթարկվի քեզ այս հայ ազգը, մեկ էլ քո զոմբիներին, քո 5-6 ալիք լրատվական այդ ամփույթ սեքսից առաջացած լիլիպուտ լրագրողներին, հա, այս ազգը խոնարհվող տեսակ չի։ Այս ազգը 18 թվին իշխանության եկած ազգա, որ ձեզ սարքելա կզի լզի համակարգ։ Այս այն ձեր ասած խելագար իշխանությունը, որ թվարկում եք շեղված են, խելագար են, թուրքամետ են, ուղղարկիորեն բառից բուն իմաստով։ Դուք չեք հաշտվում այս իշխանության հետ, գիտես ինչի մար, որովհետև ձեզ դախած չոկցրելա։ Դախած այս իշխանությունը դուք 36 տարի երկրի ունեցվածքը բռնապետ լեզուս պատնգավ sense բռնապետ վիճակ ստեղծեցիք, տիրացակ երկրի ունեցվածքին էլցանց, կաուչուկ, գինու գործարաններ, կարի արտելներ, արիոպորտներ, հողեր, ինչ կա յուրացրեցիք, բռնատիրական վիճակ եք ստեղծել։ Ներվերիցս լեզուս փաթանգնեմ։ Դուք մտածում եք, այս իշխանությունը որ եկել է, ձեզ չի կարենալու այդ վիճակին հասցնի։ Դուք երգիրն եք բռնագրավել, այս իշխանությունն էլ ձեզ է բռնագրավել։ Ու ձեզանից խլելու է մեր երկրից բռնագրաված այն ունեցվածքները, որոնք դիզել եք ձեր տակը հյուսիսային պողոտայում, Վահագնի թաղամասում, չգիտեմ վերին անտառայինում, ներքին անտառայինում, դուք խեղաթուրված ագաներ եք չկշտացած, ու դուք ձեր լրագրող զոմբիական համակարգով ոչ մի բանի չեք հասնելու։ Եկեղեցին ազատվելու է ձեր նման սրբապիղծներից, ու ձեր քահանաները, որ կանգնում են Էշմիածնի այդ սուրբ տաճարում, ընդ մենակ քարերն են սուրբ, մեկ էլ գմբեթի վրի խաչը, մնացածը տաճարի ներսում այդ խաչի հովանի տակ գտնվողները սրբապիղծներ են եւ խաչի այդ բարձր հովանը խեղաթուրող համակարգ են։ Ուրեմն դուք, որ կանգնում եք այդ եկեղեցում ասում եք Հովանավանի վանքը լուծարված քահանան պատարակա մատուցում այդ քահանան այդ եկեղեցին պետքա օծվի բան արվի գինով լվացվի ուրեմն ասեմ ձեզ Հայաստանը որ խմիչքի աշխարհա երկիր է խաղողի երկիր է տոննաներով խաղող ու գինի է պետք արտադրել որ Էշմիածնի վանքը ոչ թե օծել այ ախտահանել գինով որ այդ քահանաների այդ թալանչի համակարգի հոտը վերանա տեից վերանա դու քահանա կոչվելու իրավունք չունես դու Թալինի այդ եկեղեցու սրբության ըտեի խոնարհվող սաների ըտեի ծառայող քահանայի ոչ մի աշխատանքի մեջ իրավունքներ չունես եկեղեցին ասմա եկեղեցին գտնվում է Վաղարշապատի Էջմիածնի եկեղեցու խնամքի տակ հասկանալի է որ Էշմիածնի եկեղեցու խնամքի տակ է գտնվում որ չբարձրաձայնել Թալինի եկեղեցու այդ աղբից այդ անի ավեր վիճակից այդ փլուզված ռեշոտկեքից ճաղավանդակներից էլ երևում էր որ ձեր խնամքի տակ է գտնվել ու երբեք էլ այդ բարեկարգման process չի սնուցվել այդտեղ, որովհետև դուք եկեղեցին քանդել եք ներսից, արտաքին տեսքը թողել եք կոսպեկտավորված, ներսից ֆինանսական տեսակետով այդ երակը, ֆինանսական երակը քանդելով ձեր համար բիզնեսներ եք ստեղծել, ջակուզիներ եք սարքել, փողով քերագինների հետ եք կայֆավատեղ է, դրա համար էլ Թալինի եկեղեցին նոր կեղտից ապամոնտաժվում է։ Պարզա, եւ դու իրավունք չունես եկեղեցին այդպես բարձի թողի վիճակում, հիմա նոր խառնվել ես իրար, ինչա թե Փաշինյանն գնում ընդ ասեմ քեզ կնից զարթնի մահացած լաո մենակ Փաշինյանը չի հետում ընդ ամբողջ Փաշինյանականներն են հետում իսկ ամբողջ Փաշինյանականները Facebook-յան լեզվով ասած դա նշանակում է Հայաստանի Հանրապետությունում ապրող հայերի 99%-ը ընդ տակը մնում է մի տոկոս ձերպես քերագին լողացնողներ քերագնին սրբիչ տվողներ եկեղեցին խեղաթուրողներ Հայ քրիստոնյա աստված ժողովրդի վերնագիրը ապականող լրբեր տակը այդ եք մնում դուք տակը դուք էլ կարակ չգաք ձեր տեղ են լրագրող անին գա անի
Մեռնեմ քուպուճուր բանին կիրագի օրը մի հատ շշկրեցիք մի բառապաշարով նենց եմ կրակելու ձեզ բառերով որ ձեր մոտ մազաթափություն առաջանա ինչ կուզեք ասեք ինչ վիդեո կուզեք կտրեք ձևափոխեք ինչ ուզում եք արեք բայց Աստծո տաճարից չխոսակ դուք դրա իրավունքը չունեք դուք խոսացեք Աստծո տաճարում հավաքված ֆինանսներից ձեռք բերված ձեր ունեցվածքից Պարզա խոսացեք մենակ դրանից դուք Աստծո տաճարից խոսալու իրավունք չունեք Աստծո տաճարից խոսում է քրիստոնյա մարդը իսկ Հայաստանում շատ երկար տարիներ Աստծուց խոսացել են Էշմիածնի վեհապարում բազմած սատանաները ապամոնտաժվելու եք դուք այդ տարածքից ապամոնտաժվելու եք այնպես ոնց որ հիմա ապամոնտաժում են Թալինի եկեղեցու բակում այդ հարակից պուրակում գտնվող կեղտերը ժանգոտ ռեշոտկեքը այդպես մենք ձեզ ապամոնտաժելու ենք նստած ձեր վայրից Էշմիածնի Սուրբ եկեղեցուց իսկ հիմա Էշմիածնի Սուրբ եկեղեցին Աստծո համար է Սուրբ մեկ էլ մեր նման գնա հավատքով մարդկանց համար իսկ ձեր համար եկամտի բիզնեսի օֆիսա ծառայեն որպես կարելի է ասենց անել ասել վերնագրել Աստծո տունը ձեր համար ծառայում է փաստացի օֆիս դուք Աստծո տուն երբ որ մտել եք Այդ խաչից ու այդ ֆարաջից բացի ոչինչ ձեզ չեն տվել, բայց դուք հիմա ատեղից ձեզ փեդերով քշում չեք գետեմ, աշխարհի բիզնեսն ունեք, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը թուրքական սվիտրով եկավ Հայաստան այդ բոզի տղեն։ Իմի թուրքական խամերներով, հայկական օֆիսներով, չգիտեմ հոլանդական կղզիներով, վիլլաներով, քշում չի հետում, նույնն էլ դուք եք ու ձեր լրատվական ալիքները Հայաստանի Հանրապետության համար Քոչարյանը դուք Սարկավակ կոչեցյալներ, վաղարշապատ բանում Էշմիածնում վերընկածներ, դուք միակ բանը, որ արել եք այս երկրի համար 18 թվից մինչև առեսօր ու դրանից անց են 36 տարին լրագրող համակարգին սովորցրել եք սպեկտրի շան նման հասարակության հետևից հաչալով մանգան, այդ չոբանի փեդը ձեռին, դուք այս երկրի համար մենակ եք արել, դուք ինչքան էլ քամագներով բոմբ գցեք Ձեր մոտ էլ ոչինչ չի դզվելու ձեր գնացքը գնացել է հասկացեք չի կարա գողի բոզի օրը ընդհանրապես ասում են երկրում գողի բոզի օրը 40 տարի է դուք մեր տեսած գողու բոզերի մեջ միակ պուտանկեքն եք եղել որ ձեր կարգավիճակը եղել է 36 տարի Մի հատ մարդ ունեն մա 3 հատ երեխա, օրինակ եմ բերում, չի կարում պահի, գնում է շոշին կանգնում է մարմնավաճառություն անում, ասում են վայ պորնիկա լսի, մարմնովը դա պորնիկ չի, պորնիկը հոգով է, պորնիկն են մարդնա որ եկեղեցին խեղաթուրում է, պորնիկն են մարդնա որ հայ ազգա համար առաջի քրիստոնյան այլ է պղծմու ապականում այդ process-ը, այդ վերնագիրը, այդ օծված համակարգը, այ դա պորնիկը, իսկ դուք պորնիկներ եք նախկին իշխանության հետ համախմբված պորնիկների ամբոխ եք Պորնիկների ամբող, ինձ ասում են գրեմ ես, որ խոսում ես, ես գրել չգիտեմ, որ գրեմ այդքան, ես այդքան գրագետ չեմ, որ գրեմ, բայց ես այնքան դառը կյանքով եմ ապրել ես երկրի մեջ, որ տենում եմ ես փոքրիկ չատնախաբանական ինստիտուտը, որ շատ մեծ էր, այդ ձեր ասած Փաշինյանը, Թուրքամետ Փաշինյանը, այդ ձեր չատնախաբանական ինստիտուտը փոքրացրել է այդ մեծ ինստիտուտը, սարքել է միացած փուճուր վճռագործների կույտ, այդ էլ շուտով վերացնելու է, ես այդ տենալով արդեն եզրակացնում եմ, թե ձեզ ինչ կարելի է ասել Բարից բուն իմաստով ես դա եզրակացնում եմ Դուք խոսալու տեղ չունեք Բացարձակապես Ես պատերազմի օրվանից Եռաբլուրներում Գյուղերի փոքր գյուղերի հետ Գերեզմանատներում քաշ եկա 5 տարի 6 տարի քաշ եկա Էսա 6 տարի ես քաշ եկա այդ գերեզմանատներում Ես մի օրից մի օր մի հատ քահանա չտեսա Մի հատ զինվորի ծնողի մխիթար էր Ինչ քահանա Դուք քաոս առաջացնող համակարգ եք Քաոս առաջացնող զինվոր կթաղեք, հասնիկ կանեք, կնունկ ծնունդ կանեք, ձեր 20,000-ի տերն եք, $50,000 եկեղեցի կոծեք, եկեղեցին սարքողի տատու պապից 20,000 դրամ կվերցնեք, որ պատարակ անեք, դուք այդ տեսակ մարդիկ եք, բառից բուն իմաստով այդ տեսակ, ու չկա մեկը, որ ձեր առաջ խեղճանա ու խոնարհվի, ձեզ ապամոնտաժելու են, ձեզ հեռացնել չէ, հեռացնում են մարդուն, հեռացնում են գույքը, ձեզ պետք է ապամոնտաժեն, որպես դարերի կուտակված աղբ քրիստոնյա վայրերում, սրբավայրերում Ձեզ պետք է ապամոնտաժեն, ասում եմ, բառից բուն իմաստով, ապամոնտաժեն, եւ նույնիսկ արժի երկրից էլ վտարել, որովհետեւ քրիստոնյա ազգի մեջ պետք չի այդ տեսակ սատանաներ լինեն, որոնք զբաղացրել են հազարավոր աստծո տաճարներ եւ դրանից եկած հասույթը մոմի գումարից բռնած, օգտագործել են իրաց բարոյական, անձնական, սեռական աշխարհն ու առօրյան կարգավորելու համար։ Երբևիցե չեն օգտագործել այդ գումարները եկեղեցին վերանորոգելու կամ
Բաքում ինչ որ մի բան անելու համար, կամ այդ եկեղեցուց հասույթը, հավաքված հասույթը, ինչ որ մի հատ զոհված զինվորի գյուղում հուշարձան կանյացնելու, մի պուլպուլակ սարքելու համար, չկաք ոչ մի բանում։ Աստծո տունը սարքել եք ձեր համար սադախլու։ Ինչ ծախվեց մեջից, հավասար կիսը մեկ։ Պրծավ, ձեզ պետքա ապամոնտաժվի, կարճ կոնկրետ, բառից բուն իմաստով, առաջուց ձեզ պետքա ապամոնտաժվի, հետո ձեր համակարգ այդ շներին, այդ լրագրողներին, որ բերում եք լցում եք ընդ է։ Ինձ թվում է Հայաստանի Հանրապետությունում 5-րդ ալիքի լրագրողները եւ ընդհանրապես դաշնակցական թիմին աջակցող լրագրողները բոլորը մի պապի թորներ են, մի պապի թորներ, որովհետեւ չեն կարա բոլորը մի բոյիլն են ու մի խելքի, անհնարատես բան։ Պետք է ապամոնտաժվի եկեղեցիները, Աստծո տները Հայաստանում, պետք է ապամոնտաժվի կեղծ քահանաների այդ ամբողից, փող փախցնող այդ հրաբուխներից, պետքա մաքրվի բառից բուն իմաստով։ Դրանից են կոմել խոսալու, եզրակացնելու, ինչ որ պայմաններ կապելու կամ ծանոթանալու ոչ մի բնույթ չի կրում։ Չկա, անհասանելի այդ process-ը։ Դուք չկոսպեկտավորված, սև շորեր հագած, քահանայի կեղծ սպիտակ ձեռք բերված սատանա խափողներ եք, սատանա խափողներ, պրծավ գնաց, բառից բուն իմաստով սատանա խափողներ։ Ես իմ կյանքի մեջ սես բան չեմ տեսել։ Զինվոր հողարկավորեցինք, տոնածառի խաղալիքները գողացակ։ Գալինա Բաբայանը հոկտեմբերյանից, զինվորի գերեզմանի վրեն հարցակվեց Փաշինյանի, Քոչարյանի վրեն բռնիկ հաջորդ օրը երեխու գերեզմանը վառեցիք։ Ինչ ասես արել եք զոհված զինվորի նկատմամբ։ Ասել են կարիք են ունեցել կանֆետը գողացել են։ Երեխա կարողան խաղալիք չունեցել, խաղալիքը տարել են գերեզմաներից։ Ամեն ինչի հետ հաշտվեցինք։ Այս հրեշտակ տղերքին խառնեցինք հողին, մի բուռ հող պահեցինք իրանց այրյան գնով մեր ոտերի տակ ու մտածեցինք, որ չենք հաշտվելու այս երեխեքի մահվան հետ։ Դրա հետ էլ հաշտվեցինք, բայց եկեղեցին Աստծո տունը, որ այդ երեխեքներ են Աստծուց ստեղծված, մենք էլ ենք Աստծուց ստեղծված, լավն էլ, վադն էլ, այդ սատանեկն են Աստծուց ստեղծված, Աստծո տունը խեղաթուրեք, ապականեք, սարքեք ձեր համար բիզնես կլաս ու դրանից եկամուտի աղբյուր ստանաք, տարբեր ձևի կրանտներ սարքեք ամեն քահանայի համար, որ եկեղեցուց եկած հասույթը բաժանվի այս օրկուրի տղուն տերտերի, այն սրբազանի քրոջ տղուն, այն էլ աղբորն ու աղբոր տղուն, այդ էլ խեղաթուրեք ու մտածում եք դրա հետ էլ պետք է հաշտվենք, չենք հաշտվել, այս իմ թվարկած կորստների հետ էլ չենք հաշտվել։ Եկեղեցին խեղաթուրելու process-ի հետ ընդհանրապես չենք հաշտվի, որովհետև մենք Աստծո տված մարդու ազգ ենք, քրիստոնյա ազգ ենք։ Էդ էլ մեր միակ պահապանն է։ Ուղղակի պիտի համախմբված ապամոնտաժման աշխատանքներ իրականացնենք ձեր նման խեղաթուրվածների հանդեպ, քեռագին լողացնող քահանաների, փողեր յուրացնող քահանաների, էկրանի առաջ ցույց տված մի անձն քահանաների, բայց ֆարաջի տակը 10 չբերկնի քղիացնող քահանաներից, պետք է ազատվենք։ Բառից բուն իմաստով պետք է ազատվենք ու կազատվենք։ Այդ ազատվելու process-ը կոսպեկտավորել ենք հենց հովանավանքից ու տենց է կշարունակենք ու կազատվենք ձեզանից։ 100% կազատվենք։ Երբեք չկասկածեք։ Ինչի ուզել ենք, հասել ենք այս 7 տարվա մեջ, ապամոնտաժեցին քաղաքի ձեր անօրինական բենզակալոնկեքը, ձեր անօրինական գազի զապրավկեքը, ապամոնտաժեցին քաղաքից ձեր երեխեքի պուրակները հաշվին ձեռ բերած սուպերմարկետներն ու սալոններն ու ավտոլվացման կետերը, բոլորը ապամոնտաժելով գալիս ենք։ Քահանա, կեղծ քահանա ապամոնտաժելը մեկից մեկ է, մեկից մեկ է իշխանության համար։ Գնացեք ու իմացած եղեք։ Այ հիմա կարամ գլուխս հանգիստ դնեմ բարձին ու քնեմ։ Մեկն էլ այսօր ինձ գրել է ժողովուրդ ջան, զգուշելի նիկոլական բլոգերների գլուխն ուտում են, զգուշելի քո գլուխը չուտեն։ Իմ գլուխը ուտելուց անպայման զանգեք նոր մոդեցեք հակառակորդին, որովհետև ես գլխիս տեղերը մեկ-մեկ փոխում եմ։ Այս գիտելիքներով լի գլուխը հանում եմ, ձեզ համապատասխան գլուխ եմ դնում մտե։ Ուտելուց անպայման ջրով կերեք, որ կարենակ մարսեք։ Իմ գլուխը ուտողը լճի ծնվե։ Ես փաթած ունեմ հազարատ տեն սպառնալիք ու ինչ որ բռնի կոչեր, թքած ունեմ, թքած ընդհանրապես։ Դուք չեք ջոգել, որ ես այս 18 թվից թքած ունեմ ձեր մտածելակերպի վրա։ Բացարձակապես թքած, բառից բուն իմաստով։ Ինձ համար ամենաառաջինը խաղաղությունն է, իմ զինվորներն են, որից մեկն էլ իմ բալենա, ունդեից հետո իմ քրիստոնյա երկրի մեջ ապրելու, քրիստոնյա մնալու process-ն է, որը խեղաթուրել եք արդեն երկար տարիներ, ու այդ խեղաթուրելու հիման վրա ձեր համար ահռելի ունեցվածներ եք գիտե։ Պարզ է։ Դե հիմա գնացեք ու մարսեք, թե Թալինի եկեղեցում իրավունք ունեն, Թալինի բնակչությունը կանգնի եկեղեցու հայատի կեղտ ապամոնտաժի ավիրված ցանկապատերը փոխի, թե չունի։ Լավ էլ ունի, շատ լավ ունի։ Այսքանը ժողովուրդ ջան, լավ մնացեք, գլուխս տրակեց արդեն։